Շարունակելու ենք միևնույն է մենք նկարչությունից խոսել, որովհետև մենք շատ ենք սիրում դե նկարչությունը, հատկապես եթե ունենք շատ կարևոր պատճառներ, առիթներ եւ հատկապես հիմա մեծ ուրախությամբ ուզում ենք ներկայացնել մեր հյուրին, ով տաղավարում է օրվա հոբելյար նաեւ, ինչու ոչ։ Չնայած բացի հոբելյարնելուց նաեւ այսօր մի գեղեցիկ առիթ էլ կա, որին որ ուզում ենք անդրադառնանք, ապրիլի 21-ին սերներս Վալմար ցուցասրահում կկայանա Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսը եւ այս ամենի շուրջ ավելի մանրամասն կխոսենք գլխավոր լավ առումով մեղավորի հետ։ Այո, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Վալմար։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավորում ենք նախ ծննդյան կապակցությամբ։ Շնորհակալություն։ Վարպետ ու ուզում ենք որ միշտ ստեղծագործեք։ Այն երեք կարևոր հենասյուները մինչև եթերը որ մենք զրուցում էինք առիթ ունեցանք իրար հետ մի քիչ շփվելու միշտ գործեն, միշտ ակտուալ լինեն ու թող որ ձեր շնորհիվ ինչու ոչ ամբողջ աշխարհին մենք կարողանանք ներկայացնենք լավագույնը։ Ստեղծագործեք ու ստեղծագործեք։ Երանդը եւ ցանկությունը երբեք չկորի եւ չպակասի։ Նաև շնորհակալություն որ դուք այո մեր տաղավարում եք եւ ինչպես լուսնեն արդեն ուզում էր սկսել ես էլ միանամ նրան սկսենք սկզբից։ Ինչու Վալմար։ Ուրեմն ես մենք Ղարսից ենք գաղթել հայրս ծնվել եմ ես Գյումրիում ինքը բանակում պատերազմի ժամանակ ունեցել է Վալոդյա անունով ընկեր որը մահացել է եւ առաջի երեխան ես լինելով իմ անունը դրել է Վալոդյա Վլադիմիր։ Հետո ես որ արդեն իմ նկարչությունը սկսվել է 4-5-րդ դասարանից, դասերի ընթացքում ես անդադ նկարում էի, ուսուցիչը նկատում էր։ Խզբզում էի, հիմա չգիտեմ, 4-րդ դասարան, 5-րդ դասարան, դպրոցում, Գյումրիում։ Ծնող է կանչում ուսուցիչը, որ գիտեք, ձեր տղան անդադ խզբզում է նկարում է, ինչ անում է, տարիք նկարչական դպրոց, միգուցե նկարիչ կա մեջը, նկարչական ինչ-որ հակում ունի։ Ինձ տանան նկարչական դպրոց մայրս Եվ դա եղավ հիմք, ես սովորեցի Հակոբ Անանյանի մեր լավագույն նկարիչներից մեկի մոտ 4 տարի Գյումրիում, որից հետո Երևան տեղափոխվեցի եւ Գեղարվեստական ինստիտուտ եւ դա շարունակվեց ամեն ինչը։ Բայց ամենակարևորը չասացիք։ Ամենակարևոր հանդիպումը, չէ, Վալոդյան հասկացանք, Մարգարյան, ասեմ, ոնց դարձա Վալմար էլի։ Ճիշտ ասած, ես այն ժամանակ 70 սովորելու ընթացքում արդեն ինստիտուտում սովորելու ընթացքում չէի կարող ստորագրեի Վալոդյա կամ Վալմարը։ Չէ, Վալոդյա չէի կարող, Վլադիմիր չէի կարող։ Ես ինձ լավ չէի զգում, որ նկարի տակը ռուսի անուն պիտի լինի։ Ես գնացի ուզեցի փոխեմ անունս հայ անուն լինի, որ մի բան։ Սովետի ժամանակ էր չփոխեցին, դժվարություններ առաջ բերեցին եւ այլն, այո։ Ես էլ ճիշտ ասած աշխարհում մի հատ Վալոդյա կա, հերիքա կամ Վլադիմիրն է, ես հեռու լինեմ այդ Վլադիմիրից էլ Վալոդյայից էլ։ Ասին լավ, չեք փոխում, մի փոխեք։ Վալմար, Վալոդյա Մարգարյան։ Եվ դից 72 թվից մինչև այսօր հրաշալի որոշում։ Ամեն ինչի մեջ Վալմար եմ, եւ տագը հբարտորեն գրում եմ Վալմար։ Անկամ վերջերս մի ամիս, 2 ամիս առաջ Նյու Ջերսի, Նյու Յորքի հայտնի թանգարանը 77 թվի գործ է առել ինչ-որ մեկից բարձր արժեքով եւ դիմաց է գրված է Վալմար, հետևը Վալոդյա Մարգարյան, ռուսերեն։ Հետևեն ժամանակ 70 թվին ռուսերեն ենք ստորագրում, որ նկարներ կրում էր մինչև Մոսկվա, որ ռուսերեն, այո։ Եվ ինենք ստներքին գործեր զանգ են տվել, արվեստաբանի հետ են կապել իրենց, որ հասկանան Վալմարը, Վալոդյա Մարգարյանը տարբեր մարդիկ են, թե նույն մարդն է, կամ այդ նկարը իրեն է, թե իրեն է չի։ Այդ նկարը կենտանի է, կենտանի չի Հայաստանում ապրում, հայերեն գրված է Վալմար, ասե եկան մոտ այդ հարցերը իհարկե պատմությունը շատ հետաքրքիր էր, բայց ես քիչ առաջ որ ասում եմ ամենակարևորը բաց չթողնենք, նկատի ունի ձեր այդ նկարչական ջիղը եւ հետաքրքրությունը, երբ որ շատ փոքր հասակում Երվանդ Քոչարին հանդիպեցիք։ Այո, փոքր հասակում չէ, ես Քոչարին հանդիպել եմ, դե Գյումրիում եմ փոքր հասակում եղել, երբ որ Գեղարվեստական ինստիտուտում սովորում էի։ Մեր ազգության մեջ արվեստի մարդ չի եղել։ Ես դրա պահանջի ունեի շփվելու լավագույն նկարիչների հետ։ Եվ ինձ համար մեծ բան էր, որ ես կարողացա Քոչարի հետ մտերմություն հաստատել, մենք հաճախակի հանդիպում էինք, Քոչարի երաշխավորությամբ ես ընդունել եմ նկարչության շարքերը, Քոչարը միշտ ինձ շատ հարգել է, մենք կապ ենք ունեցել, գալիս էր իմ արվեստանոց, ես գնում էի իր արվեստանոց, ինքը իր խորհուրդները, ասում էր Բուլո ջան, ամեն այս նկարը չծախես, կպահես, դու հիմա չես հասկանում, հետո կհասկանաս եւ այլն եւ այլն։
մտնում էր ցուցահանդես, նայում էր, ասում էր բոլորը հավաքվում են կողք, ասում էր տեսեք, բայց որ փայտով խփեմ այս նկարին, ձայն կհանի, ապակիների արված նկարեր, հատացոլումների, մի խոսքով։ Ես իրանից բաներ եմ հիշում, անկես խոստովանում եմ, որ ոչ մեկից այն ժամանակ սովորած ընթացքում իմ ուսուցիչները չեմ հիշել։ Հիմա չեմ հիշում, կարող է հիշողությունս լավ չի, բայց Քոչարի ասածները ամեն ինչ մեջս տպավորվել է եւ մինչ վերադառնանք դիմանկարներին։ Այո, հիմա ինչու որոշեցիք կազմակերպել հենց դիմանկարների Հիմա ասեմ, իմ հենասույնը ասված է, հայրենիք է եւ ընտանիք է։ Ես միշտ փորձել եմ, երբ որ արդեն ավարտելու ընթացքից անգամ բանակ գնալուց մեծ խնջուկ կազմակերպեցի նկարչության սրճարանում Քոչարի համադրությամբ Քոչարի բոլորին ներկայացում ասեց վարմար գնաց բանակ հենց որ սապրենք ես եւ այն առաջին դիմանկարը դու ինքդ քեզ կանես հետո կամանձիրին կնկարես կնվիրես իրան որ թողնի դու նկարանես չէ այս չէ իհարկե չէ դիմանկարներից որոշներն են պատկերասրահն է ծաղատ գլխով կյանքի նորեջ հա եւ դենս արեցի իհարկե գիտեք ես իմ այս նկարի մասին էր խոսքը սա իմ ընտանիքն է որ ասեցի ասված հայրենիք եւ ընտանիք ես թեմաներով կույր հավատացյալ չեմ իհարկե հոգեվոր թեմաներով գործեր շատ եմ արել իմ հոգեվոր թեմաներով գործերից Գյումրվա եկեղեցում կա Էշմեածնի թանգարանում կա եկեղեցում Կանադայում կա Ամերիկայում կա շատ տեղերում կա որտեղ միայն 20-ից ավել հոգեվոր թեմաներով գործեր ես ունեմ Երուսաղեմում անգամ վերջերս նամակ ուղարկեցի որ այդ գործերի լուսանկարն ուզեցի ունենամ այն ժամանակները Եղիշե պատրիարքը գալիս էր Շահեն Սրբազանը պատվիրում է մի տարեդու գալիս էին առուն տանում են դա 77-80 թվերի պատմություն է իմ ասածը մի խոսքով ես այդ ասո հետ կապված իմ զգացումները անգամ ռեալիզմից դեպի աբստրակցիոնիզմ հոգևոր թեմաների ընկալողությունը խնդիրներ եմ տնում իմ առաջ փորձում եմ այդ խնդիրները լուծել եւ մի տարի հետո իմ պատկերասրահն 2004 թվականից բացվեց ամեն տարի ես հաշվետվություն եմ ներկայացնում իմ ընկերներին ինքս ինձ վարմար ինչ ես արել մի տարվա ընթացքում ինչ խնդիր ես դրել քո առջև եւ այդ խնդիրը ինչպես ես կարողացել լուծել Եվ այդ հոգեվոր թեմաներից հետո հայրենիք ընկալողությունը իմ հեմանսում որպես նկարել եմ ես սպիտակ ծմերներ սպիտակ մաքուր թափանցիկ եւ այլն Գյումրվա իմ արվեստանոցը այնպես տեղ էր որ ամբողջ Գյումրին աշկիս առաջ եւ այլն նկարել եմ մի շարք ամբողջական տարիներով եւ այդ կա թանգարաններում ժամանակից արվեստի թանգարանում կա մեր ազգային պատկերասրահում կա եւ տարբեր թանգարաններում եւ աշխարհի շատ երկրներում նաեւ դա որպես հայրենիք իմ էներգիան ես ստանում եմ իմ հողուչերից ինձ խնդրում են գրին քարտեն տալի ազնագիր են տալի արի ամերիկա պայմանագիր են կանում քեզ սկան գումաներ կտանք տարեկան մեր մոտ աշխատի եւ այլն ընտանիքով ես 88 թվականից մինչեւ հիմա ամեն տարի ամերիկայի տարբեր քաղաքներ եմ եղել անգամ ամերիկայում ապրողը այդքան ամերիկայի քաղաքներ չի եղել իշքան ես եմ եղել անկեց խոստովանում որ մեր հայաստանցիներին հանդիպում եմ ասում գնում եմ ես Դալլաս կամ Հուստոն կամ չգիտեմ որ ասում են մենք չենք գնացել դու խնդիրը չի եւ հիմա երրորդը այդ հողուջուրը իմ էներգիան իմ հողուջերից ես միանշանակ ասված հայրենիք եւ ընտանիք հիմքը նաեւ ընտանիքն է հեմասույնը տղամարդու համար կինն է, կնոջ համար ամուսինն է։ Ես իմ կնոջը, իմ ընտանիքը շատ սիրել եմ եւ շատ սիրում եմ եւ պատահական չի, որ այսօր ես նաեւ իմ ներսում նաեւ լավ եմ զգում, որ իմ կնոջը բացի սիրելուց նաեւ մտնել եմ ներքնաշխարհ, իրեն նկարել եմ ինքնանկարել եմ ոչ թե ինքնանկար, այլ նկարել եմ իրան նկարած իմ կնոջը նկարած նկարներից, այսօր կա ազգային պատկերասրահում, այսօր կա ժամանակակից, չէ, ներողություն, հայ-ռուս բարեկամության թանգարանում, սա գտնվում է քաղաքապետարանի պատմության թանգարանում, 80 թվի գործ է, կինս, աղջիկս իմ գլուխ գործոցն է տաղանդավոր ազնվորություն, ներքնաշխարհով, ամեն ինչով եւ այլն։ Տեսնում եմ հայրիկը ամեն օր նկարում է, բա ինչ պետք է աներ։ Հա ապրես համալիրի բոլոր
դիզայներական ձևավորումը Նրա աշխատանքներն էլ կան այնտեղ կախված։ Հետո եւ այլն դրսից երբեմն նամակ ստանում ասում են Ալան Հովանեսը դիսկ տպելու Դուք միասին էլ բավականին շատ ցուցահանդեսների եք մասնակցել, միասին էլ հանրական ցուցահանդեսները նաև ունեցել։ Ճիշտ է։ Չէ, մենք դիմանկարների ցուցահանդեսը արդյոք լինել է։ Գիտեք, ես ապրել եմ ծանր տարիներ, անկեղծ ասած, մենք Գյումրիից բանակից հետո ես գնացել եմ Գյումրի, ինձ նշանակին եմ պատասխանելու քարտուղար նկարչական դպրոցի տնօրեն նախորդ մի խոսքով։ Այդ տարիներին իմ համար արվեստանոց չունեի, հետո ուզեցի անպայման ծնունից, որ ես ուզում եմ Երևան, ուզում եմ այդ աշխարհի մեջ լինեմ նկարչական, որտեղ գնալ ցուցահանդեսի համար գործ բերել տանել, ինձ համար մի քիչ դժվար էր։ Տեղափոխվեցի Երևան, ամուսացանք Գյումրիում, 75 թվի բժշկուհի կինս շատ լավ արվեստ հասկացող, գնահատող։ Բայց ինչ էր հաճախ գալի բժշկուհին ձեր տուն։ Ինչ անեմ։ Շուշուտ եք հիվանդանով, որ բժշկուհին ինչև ձեր կինը դառնալը, որ գալի գնում էր ձեր տուն։ Չէ, ինքը մանկաբույժ էր։ Ուրեմն պատկերացրեք մի անկես բան ասեմ։ Գյումրիում 70 թվին մի նկար ունեմ, որ 70 թվին դեռ ես 3-րդ կուրս էի, 4-րդ կուրս էի։ Գյումրիի ցուցահանդեսին ցուցադրեցի։ Տակը այն ժամանակ 70 վալուձիա էր գրած։ Կինս մանկաբույժ է։ Մտել է ցուցահանդես, չենք ճանաչել այն ժամանակ։ Նայել է նկարին, հավանել է շատ եւ ասել է, այս ոնց նկարիչը տակ վալուձիա է գրած։ Իրան անգամ դատուր չի եկել։ Հետո եղբայրս երեխա ունեցավ, մեր թաղի բժշկուհին էր։ Մենք ծանոթացանք, որ ինքը եկավ, եղբորս երեխան հիվանդ էր, հա, որպես բժշկուհի։ Եվ հանկարծ նկարս տեսավ, այն ինչ որ ինքը հավանել է։ Ու ինձ ասում է, վայ, ես քո նկարն է։ Անցավ մի երկու օր, ասի, գիտես, զանգ տվեցինք, ասի նույնից կանչեն, կանչ տանք էլի։ Ասի, եկավ, բա որ է երեխան տեսեմ, ասի, երեխան հիվանդ չի, ես եմ հիվանդ, ու ձեր ներքնաշխարհի մեջ մտնեմ, էլի, մի քիչ ժամ նստեք, ձեզ նկարեմ, հասկանում։ Ինչպես է սկսվում սիրո պատմությունը, Ռուբեն։ Նորից արվեստը եղավ պատճառ։ Այո։ Եվ դա եղավ պատճառ, եւ մենք փոխադարձ մեր ընկալողությունը համընկավ, եւ այն բազմաթիվ երկրներ, բազմաթիվ ցուցահանդեսներ, բազմաթիվ վիճակներ, մենք ամեն օր, եթե անկեղծ ասեմ, մի ժամ մենք իրար ձեր բռնած պիտի Հուսային Պողոտայև ամենանով Եթե ձեզ գլխավոր շարժիչ ուժը հենց կինն է Վալմարը։ Այո, ինձ համար ես ասի ստեղծագործական Աստված հայրենիք ընտանիք Եվ ընտանիք։ Այո։ Եթե ձեզ բնութագրենք որպես նկարիչ կարող ենք ասել բազմակողմանի ինքնանկարներ ասեմ, այդ ներողություն։ Ինքնանկարներ, ուրեմն ես անում եմ ոչ թե հենց անենց ինքնանկար, այլ ես անում եմ ինքնանկար, երբ որ իր վիճակը իմ մոտ կամ դրական է, կամ բասական է։ Ինքնանկար լցվում է, հղիանում ես, արտաքին աշխարհից հավաքում է մեջդ, դու անում եմ շարք, ասենք ահավիրք շարք, մեկաշարժ եւ որպես կմնացի, կամ ծանր տարիներ, կամ սիրահարված վիճակ, կնոց եւ այլն եւ այլն։ Նման դեպքերում, երբ որ շարք եմ անում ես, հենց այնպես պատահական օրական մի բան չեմ կարող նկարեմ։ Մի խնդիր եմ տնում իմ առաջի քայլը դու պիտի անես, որ Աստված օգնի։ Մտուցա մեջ լույս պիտի տեսես, դու գնաս այդ ժամանակի մեջ դեպի լույս։ Դու քեզանից պիտի պահանջես։ Պեղումներ կատարես քո ներքնաշխարհում, հասկանաս Աստված ինչ է տվել, նավթը, ածուխը, ոսկե, այվանին, պայմանական։ Եվ դա վերհանես, դրա վրա աշխատես, դա մատուցես աշխարհին։ Հիմա իմ խնդիրը այ ինքնանկար անելը նման դեպքերում է։ Ես նկարել եմ ինձ ծանր վիճակների ժամանակ, ինքնանկար լավ վիճակների ժամանակ, եւ այսօր ես ուզեցի հասկանամ 55 տարի ընթացքում Վալմար ինչ ապրումներ ես ունեցել, որ թվերին ինչ վիճակ ես ունեցել, իրար կողք կախեմ։ Եվ այդ ամենը հասկանալու համար մենք այսօրվանից սկսած պետք է անպայման Այո, հնարավորություն ունենք գալ եւ ցուցասրահում վայելել։ Մենք ուղղակի ժամանակ չունենք, Ժամի ցուցահանդեսը տևելու է։ Այո։ Այսօր ժամի 3-ին բացումն է, ես հրավիրում եմ բոլոր, արվեստը դա զգացմունքների գիտություն է, զգացական աշխարհով հարուստ մարդկանց բոլորին հրավիրում եմ, իմ հաշվետվությունը ներկայացում նաև իմ անցած ճանապարհով, իմ ինքնանեկաներով։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, ձեզ լավ ենք մաղթում, մենք ավաղ շտապում ենք ձեզ ասել շնորհակալություն, որ մեզ հետ եք եղեք բարի եւ սիրեք ինչքան կարող եք։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։